Պարոն Հայրապետյան, դուք զեկուցման մեջ նշեցիք, որ տեսալսողական օրգաններում արգելվում են մի շարք միջոցառումներ, նշեցիք հատկապես շատ ճիշտ էր բռնություն եւ դաժանություն քարոզող պարունակող տեղեկատվության տարածել ազգային ռասայական սերային կրոնական ատելություն բորբոքելու տարիքային հաշմանդամության անձնական կամ սոցիալական բնույթի եւ այլ հատկանիշներով խտրականություն սահմանել եւ այլն։ Սրանք բոլորը գիտենք եւ ունեն պատժամիջոցներ առանցին քրեական օրենսգրքով։ Սակայն ես ուզում եմ իմանալ վերջին ժամանակներից եւ ընդհանրապես Facebook-ում, TikTok-ներում բացարձակ սուտ տեղեկություններ են տարածում անձի նկատմամբ վիրավորանքներ, ծայրահեղ վիրավորանքներ եւ սեռական բնույթի հայհոյանքներ։ Սրանց դեմ ինչպես կարելի առնել մասսայական ձևով, որպեսզի խրատ լինի մնացածները այդպիսի քայլերից չդիմեն։ Շնորհակալություն։ Նախ ասեմ, որ դուք ճիշտ նշեցիք, այն ինչ մենք զետեղել ենք այս նախագծում քրեական օրենսգրքով պատժելի է։ Բայց մենք գտնում ենք, որ այդուհանդերձ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի գործունեության կամ գործառույթները իրականացնելու տեսանկյունից շատ կարևոր է, որ ընդգծվի, օրենքով սահմանվի, թե օրինակ որ պարագայում հենց ինքը հանձնաժողով բացի նրանից, որ տվյալ անձը քրեական պատասխանատվության պիտի ենթարկվի, ինչ սանկցիաներ պիտի կիրառվեն հեռարձակողների նկատմամբ, այսինքն այս իմաստով այդուհանդերձ մեզ համար կարևոր էր, որ այս տեսանկյունից եւս մենք քրեորեն պատժելի արարքները եւս սահմանենք հենց տեսալսողական մեդիայի մասին օրենքում։ Երկրորդը բուն ձեր հարցին անդրադառնալով, պարոն Հասանով, պիտի խոստովանեմ, որ շատ մեծ եւ շատ բարդ կոմպլեքս խնդրի մասին եք դուք բարձրաձայնում, որը ունի մեկ քայլանոց լուծում եւ չեմ կարծում, որ նաեւ ունի որևէ մեկ գերատեսչություն այնպիսի մանդատ, որ կարողանա ամբողջությամբ հասցեագրել այդ խնդիրները եւ լուծել, առավել եւս տեսալսողական մեդիայի մասին օրենսդրության տեսանկյունից մենք ձեր նշած խնդիրը չենք կարող դիտարկել։ Այսինքն հստակ արձանագրենք, որ խոսքը կամ տեսալսողական կամ մի խոսքով տեսալսողական կոնտենտին է վերաբերում, ընդ որում, ինչպես ես նշեցի, մենք հերթով փորձում ենք կարգավորել դաշտը, հանրային մուլտիպլեքսը կարգավորել ենք մեր կարծիքով, առնվազն փորձել ենք հնարավորինս աշխատող օրենսդրություն ունենալ, այնտեղ որտեղ բացեր են լինում, պարբերաբար մենք անդրադառնում ենք դրանց եւ դրանց մեծ մասը նաեւ հիմա կտարածենք օրենքը ընդունվելու պարագայում ցանցային օպերատորների վրա, այսինքն այդ շերտում հեռարձակվող։ Երրորդ շերտը դա համացանցն է, որը մարտահրավերները ստեղծում ոչ միայն Հայաստանի Հանրապետության կառավարության կամ ազգային ժողովի համար կամ առհասարակ հասարակության համար, այլև ցանկացած աշխարհի ցանկացած երկրի համար, սա իհարկե չի նշանակում, որ մենք պիտի համակերպենք որևէ կանխարգելիչ գործողություններ չանենք, ավելին ասեմ, որ մենք նաև օգտվելով առիթից այսօր էլ հանձնառություն ենք ստանձնում արդեն հաջորդ փուլով անդրադառնալու համացանցային տիրույթում որոշակի կանոնակարգումներ իրականացնելու, օրինակ, եթե հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կարձանագրի, որ իրավախախտում է տեղի ունեցել այս կամ այն տնտեսավարողի, այսինքն հեռարձակողի կողմից, մենք ակնկալում ենք, որ օրինակ օպերատորների հետ համապատասխան աշխատանք տանենք հասկանալու արդյոք տեխնիկապես հնարավոր կլինի նաև համացանցային տիրույթում տվյալ արդեն իսկ իրավախախտում համարվող ծրագրերի արգելափակումը իրականացնել, բայց սա հեշտ աշխատանք չէ։ Եվ ես պետք է խոստովանեմ, որ սա մեկ քայլանի աշխատանք չէ, սա նշանակում է, որ ինչու։ Ես շատ պարզ ասեմ, որպեսզի հասկանալի լինի դրա բարդությունը։
Հանրային մուլտիպլեքսի պարագայում կա տեխնիկական հնարավորություն այս կամ այն հեռուստահաղորդումը կամ ծրագիրը ուղղակի վայրկյանների ընթացքում արգելափակելու ֆիզիկապես։ Այսինքն հիմնվելով հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի զեկույցի վրա կամ կայացրած որոշումների վրա հանձնաժողովի կա տեխնիկական եւ ֆիզիկական հնարավորություն տեսալսողական հաղորդումը արգելափակելու։ Ցանցային օպերատորների պարագայում պետությունը նման լիազորություն չունի, այսպես ասած մալուխային կամ կաբելային TV-ներով։ Սակայն այդտեղ մենք, ինչպես այսօր նշեցի, այնպիսի մոդել ենք ընտրել եւ առաջարկում սահմանել օրենքով, որ հենց ինքը ցանցային օպերատորը կարողանա կարգավորել դաշտը բնականաբար նորից հիմք ընդունելով հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ուրեմն եզրակացությունները եւ որոշումները։ Համացանցը այլ պատմություն է։ Այն կարգավորումները, որոնք որ մենք սահմանում ենք եւ կարող ենք հետեւել, որպեսզի դրանք կյանք ունենան, աշխատեն պրակտիկ հողի վրա, համացանցի պարագայում դրանք շատ կոմպլեքս ուրեմն լուծումներ են պահանջում, որից մենք իրականում չենք վախենում, բայց սա բոլորովին այլ տեսակի, այլ ծավալի եւ որակի եւ այլ խորությամբ աշխատանք է ենթադրում բազմակողմանի։ Այսինքն այս իմաստով առավել եւս երբ դուք նշում եք, որ օրինակ սոցիալական ցանցերում չգիտեմ, տարատեսակ բառապաշարով գրառումներ են արվում կամ հայտարարություններ, կոչեր են արվում, սա ընդհանրապես արդեն բոլորովին այլ աշխարհ է, այսինքն այստեղ պարտադիր չէ, որ տեսալսողական բովանդակությամբ կոնտենտի հետ մենք աշխատանք ունենանք, այլ պարզապես սովորական կեղծ օգտաէջով որևէ հայտարարություն կարող է դրվել սոցիալական հարթակներում եւ սա բոլորին այլ բնույթի աշխատանք է, կանխարգելիչ աշխատանք է ենթադրում մեզ համար։ Այստեղ իհարկե նորից մենք համարում ենք, որ պետությունը ունի անելիք, մասնավորապես տարատեսակ տեխնոլոգիական հսկաների հետ, որոնք որ նաև իրենցից ներկայացնում են սոցիալական հարթակների պլատֆորմներ են ըստ էության, TikTok-ից մինչև Meta, համագործակցային ամենօրյա աշխատանք եւ մեխանիզմներ ներդնելու պարագայում լինեն որոշակի ձևակերպումներ, որոնք ալգորիթմների տակ կդրվեն եւ այդ օրինակ կոչերի կամ ձևակերպումների պարագայում ավտոմատ կերպով այդ ֆիլտրերը կաշխատեն, որը օրինակ անգլերենի պարագայում նույն TikTok-ում երբեմն շատ ավելի հաճախ աշխատում է ինքնաշխատ ձևով, հայերենի պարագայում դա կարգավորված չէ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը բնականաբար սրան եւս անդրադառնալու է, իհարկե հաշվի առնելով այն սահմանափակ ռեսուրսները, որ մենք ունենք, նաև համապատասխան ակնկալիքներ ձևավորելու տեսանկյունից կարևոր է որ սա նշեմ, բայց բոլոր ուղղություններով մենք նախատեսում ենք աշխատել նամանավանդ հաշվի առնելով այն հնարավորությունները, որ արհեստական բանականության գործիքները մեր օրերում մեզ ընձեռելու են։ Այս իմաստով մենք այդ խնդրին կանդրադառնանք պարոն Հասանով, բայց սա բոլորովին այլ խնդիր է, շատ ավելի լուրջ մարտահրավեր է ոչ միայն մեզ համար, այլև ցանկացած երկրի համար, բայց իհարկե կփորձենք հիմնարար կերպով ապագայում դրան եւս անդրադառնալ։ Շնորհակալ եմ, նաև տեղեկացնեմ, որ ունենք նաև